Պնդում եք, թե ոչ, պնդում են, որովհետև օրենքը թույլ չի տալիս, հնարավորություն չի տալիս հրաժարվել, թե պնդում են, որ գտնում եմ սա ճիշտ է։ Այ ես էլ նենք կհարուցեի, ես էլ նենք կպնդեի։ Այս կողմից հարգելի խորհուրդ, երբ որ արդեն այս հետության քննության փուլ ենք անցնում, ինչպես սովորաբար, այդպես էլ այս դեպքում մեզ ուղիղ հարցադրում հնչեց, արդյոք կան այնպիսի հանգամանքներ, որոնք մեկնասկում կամ բացառում են պատասխանատվությունը։ Մեր կողմից այդպիսի հանգամանքների մասին տեղյակ լինելու կամ դրանք իմանալու վերաբերյալ կհայտնվեն բնականաբար խորհրդին, որը խորհրդի կողմից գնահատման ենթակա է լինելու։ Այդպիսիք չեն հայտնվել։ Այն ժամանակ էլ տեղյակ չենք, ներկայացվեցին որոշակի տեղեկություններ այդ անձանց մասին, այդ պաշտոնատար անձանց կապերի մասին։ Դուք տեղից շահի բախում չեք տեսնում, թե դուք ասում եք, ես դրա գնահատելու հնարավորություն չունեմ։ Ըստ էության անդրադարձա, քանի որ ոչ մեկ գործառույթներից է բխում, ոչ մեկ մասնավորությունների, ոչ տվյալ միջնորդության քննությունից է բխում այդ հանգամանքը, մենք չենք կարող ոչ օբյեկտիվորեն եւ ոչ էլ մեր լիազորություն շրջանակներում գնահատական տալ։ Ես որ հիմա այս պահին այս բարձրացում դատական խորհրդի հարգելի անդամներից մեկի հետ Աստված ոչանի կամ Աստված հեռու պահի նման հարաբերություններ ունենայի, ֆինանսական օրինակյանը։ Բացակ չեք հայտնելու այդ մարդուն։ Միգուցե, բայց դա ուրիշ իրավիճակ է, քան խոսքը տվյալներում գտնում է այս կազմի մասին բանահարություններ եւ այդ իրավիճակը ազդելու է այս միջնորդության քննության վրա, բայց ձեր ասած իրավիճակը այդպեսին չէ, վստահաբար։ Թե թույլտվության կամ հարցումը շարունակի ես հետո։ Շարունակություն, մյուս խոսափողն անջատեք ու Ես եթե թույլտվեք պարոն Հարությունյանի հարցադրումների պատասխան հնչած մի քանի դիրքորոշումների վերաբերյալ հստակեցնող հարցեր հնչեցնեմ, որից հետո հիմա բավականին անհատականի հարցերին, որպեսզի իմ ընկալումները ճիշտ ձևավորվի եւ հարցադրումները ճիշտ կարողանան հնչեցնել։ Այդ պարոն Հարությունյանը ձեզ հարցնում է քննադատում, ասում է արդյոք դատավորները կարող են քննադատության ենթարկել արտադրության նախարարին կամ արտադրության դատական խորհրդին կապված որևէ օրենսդրական փոփոխությունների փաթեթի կամ առաջարկությունների կամ նախաձեռնությունների հետ դուք պատասխանեցիք, եթե փորձել եմ հնարավորինս ճիշտ ձեր պատասխանը արձանագրել, դուք պատասխանեցիք, որ եթե քննադատությունը հնչեցված ներկայացված լիներ գրավոր օրինակ ինչ-որ հարկակում, այլ ոչ թե բանավոր եւ հարցադրույթի ընթացքում, ապա հնարավոր է կարգապահական խախտում որպես այդպեսին չլիներ, ես ճիշտ եմ հասկացել պարոն։ Պարոն Հարությունյան, ես հատուկ նշեցի, որ կոնտեքստները շատ տարբեր կարող են լինել, այո, տեսականորեն պարոն Հարությունյանն նշեց եւ դա փաստ է, որ ինքը կարծիքի արտահայտել այդ նախագծի վերաբերյալ մասնագիտական։ Հիմա բնականաբար ոչ մեկ իմ կարծիքով, չէր կարող այդ մասնագիտական կարծիքը հայտնելու համար հետապնդել դատավորին։ Բայց այլ իրավիճակներ են, երբ որ հարցազրույցի ժամանակ եւ հարցազրույցի կոնտեքստն այդպեսին է, որ լրագրողը հարցնում է բարձրագույն դատական խորհրդի որոշումների, նրա կողմից դատավորների լիազորությունների դադարեցման մասին, դրան հաջորդում է համապատասխան արդեն արտահայտությունը, որ արդեն կոնտեքստ է ստեղծում եւ ստեղծում է հանրային ընկալում, որովհետեւ յուրաքանչյուր խոսք ամեն իրավիճակում կարող է ունենալ կոնկրետ հանրային ընկալում։ Եվ նաեւ մենք նաեւ միջնորդության մեջ ենք նշել դրա մասին, օրինակ Մանգադորյան սկզբունքները, դատավորների վարքագծի կանոնների, դրա մեկնաբանությունը երբ որ հաղթում ենք, տեսնում ենք, որ ամեն դեպքում անկախ իրավիճակից, նույնիսկ եթե նույնիսկ մասնագիտական կարծիք է հայտնում, որ դատավորը ներգրավում է հանրային դիսկուրսի մեջ, պարտավոր է զսպվածություն ցուցաբերել։ Դա ֆիքսված է նաև այդ մեկնաբանությունում եւ տարբեր փաստաթղթերում, որովհետեւ դատավորի կարծիքը ինքը հանրության մեջ ստեղծում է օբյեկտիվ գնահատման տպավորություն, թե դատավորներին են անձին վստահում որպես
արդարացում իրականացնող մարմին եւ իր խոսքը համարում են գերագույն արժեք ունեցող։ Հետագան տվյալ իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, կախված իրավիճակից դատավորի այո խոսքը կարող է անցնել կամ չանցնել այդ խոսքի ազատության սահմանը։ Շատ այսինքն այս միտքը ավարտելու համար ես եթե ճիշտ հասկացա ձեր կողմից ձեր պատասխանից ստեցեք կարելի արձանագրել նաև որ այս տեսանկյունից առավելապես ոչ թե խոսքի ճակերտավորացած բովանդակությունն է կարևորվում, այլ այդ բովանդակության հաղորդման ձևը, հա, ճիշտ հասկացա բանվառից։ Եվ բովանդակությունը, բանվառությունը, եւ այն կոնտեքստը, որտեղ այդ խոսքը ասվել է եւ այն մարդիկ, ովքեր դրա մասին լսում են կամ այն ծավալը, այն մարդիկ, ովքեր լսում են կամ այն շրջանակը համության որ կարող է լսել դրա ասելու եղանակը, ինչպես է դա ասել, շատ տարբեր հանգամանքներ կարող են, որոնք բոլորը այո պետք է հաշվի առնել։ Ձեր իմաստն է, դեպի առավելապես։ Ոչ միայն Դե բովանդակությունը մենք ես ասացի, մենք կոնկրետ կարգապահարությունով ճակերտավոր վերաբերող արարքի մասին գնահատում չենք իրականացնում, ես մենք դրա վերաբերել չեն հարցս Անորսն բովանդակությունները կարևոր, ես նշեցի։ Չէ, ես իմ հարցը միտքը ավարտեմ, որ հասկանանք, բովանդակությունը ես ասում եմ նորից, վերացարկվելով ես կոնկրետ բարոյի շրջանակներից, ես պատմեցնենք դատավոր եմ, ես որպես դատավոր քննադատություն եմ հնչեցնում, որը ողջամտորեն վերաբերում է օրենսդրական փաթեթի կամ փոփոխության կամ եւ այլնի, չի վերաբերում որևէ անձի, չի վերաբերում բարձրագնդական խորհրդին որպես դատարան հանդես գալու դեպքերին, կոնկրետ օրենսդրական փաթեթի մեկնաբանություն եմ տալիս, մի դեպքում գրավոր ինչպես դուք առաջարկեցիք առողջ, ինչպես դուք առաջարկեցիք գրավոր մի տարբերակով ներկայացնում եմ պայմանական նախարարության կամ բարձրագնդական խորհրդին կամ դեպարտամենտին, երկրորդ տարբերակով տալիս եմ հարցազրույց ու մի քիչ ավելի, չգիտեմ, պայմանական ընկալումը կարող է այլ լինի։ Այս պայմաններում, այս համադրելի երկու իրավիճակում, եթե ես ճիշտ հասկացա, բովանդակության մասով ըստ էության խնդիր հավանաբար կարող է եւ չլինի, իսկ ձերի մասով կարող է եւ լինի խնդիր։ Ճիշտ հասկացա։ Բովանդակության մասով էլ կարող լինել, եթե օրինակ դատավորը այն կարծիքը, որը գրավորը հայտնել է, գրավոր մասնագիտական դիրքորոշումը, եթե կա հարցազրույցի ժամանակ նույն ձև դա արտահայտի, միգուցե եւ դա չլինի։ Բայց կախված է նրանից, թե ինչպես է դա, ինչ խոսույթ է այնտեղ ասում, թե ինչ եղանակով, այդ ինչ բովանդակությամբ է դա ինքը ներշնչվում։ Շատ ճիշտ է, բան գալիս։ Համարել ասում ձևի մասին ավելի խոսք։ Չէ, դա նույնն է։ Դա ամեն դեպքում ես պատասխանը ստացի։ Այդ ձեր այս վերջին հարց պատասխանի ընթացքում ասացիք այդ խոսքի կոնտեքստն է շատ կարևոր, ես դեռ համաձայն եմ։ Ձեր ընկալումն է ինձ հետաքրքիր, խոսքի կոնտեքստը, օրինակ ես որ հիմա խոսում եմ կամ դուք որ խոսում եք։ Ձեր խոսքի կոնտեքստը պետք է գնահատվի օրինակ իմ հարցադրման հետ համալրության մեջ, թե ձեր խոսքը խոշոր հաշվով ավտոնոմ է եւ իմ հարցից կախված չի։ Օրինակ պարոն Հարությունյանի, եթե ճիշտ հիշեցի, վերջի կամ նախավերջին հարցին պատասխանելով, դուք պատասխանը սկսեցիք հետևյալ կերպ օգտվելով առիթից, նշեմ նաեւ ու դիրքորոշում հայտնեցիք մի բանի վերաբերյալ, որը հարցի մեջ ներառված չէ։ Ճիշտ է։ Այսինքն կարող հետևություն անենք, որ հաճախ հարցը չի կանխորոշում ձեր խոսքի կոնտեքստը։ Ձեր խոսքի կոնտեքստը կարող լինի ավտոնոմ անկախ հարցը ինչի մասին է կամ հարցը ընդհանրապես եղել է թե ոչ։ Ես չեմ պատկերացնում նման իրավիճակ, ինձ ձեր վերածնունակում ես օգտվեցի առիթից եւ խոսեցի դրան անմիջապես նախորդող հարցի մասին, որ ավտոնոմ չէ եւ մեր հարցը պատասխանեց դա բխում։ Այսինքն ես չխոսեցի օրինակ թե 3 ես ինչ էի անում։ Բնական է, չէ, դրա մասին չի խոսքը, նկատի խոսեցիք դրա մասին, ինչին ձեր պատասխանը առնվազն այդ մասով այդ հարցին չէր վերաբերվում այդ հարցին։ Իմ ասածը դրա մասին է։ Ես չեմ ասում, որ դուք խոսեցիք ընդհանրապես կապ չունեցող որևէ այլ բանի մասին, եւ բնականաբար այդպիսի բան չեմ արտանքում նաեւ այս ըստ էության քննության շրջանակներում պարոն Հարությունյանի վերաբերողի տեսանկյունից։ Խոսեցի այո այդ հարցի մասը։ Այդ հարցի պատասխանի շրջանակներում անդրադարձան հենց դրան անմիջապես նախորդող հարցին, որը տվյալ հարց ու պատասխանի կոնտեքստի մեջ էր եւ իրենց կտրված չէր ամենտեղ։ Շատ լավ։ Եվս մեկ ասելիության ճշտում, հետո անցնեմ արդեն կոնկրետ հարցին։ Դուք նշեցիք, որ դուք եւ ձեր գործընկերները նշեցիք, որ խոսելիության բնդում եք բարձրագնդական խորհուրդը հարցրել է ներմասնավ կամ ծանրացնող կամ որևէ այլ հանգամանքի փոփոխություն տեղի ունեցել է թե ոչ հայտնի ոչ։
Այնուամենայնիվ, դատական օրենսգիրքը իրավունք վերապահում է լիազոր մարմնի հրաժարվելու արդեն իսկ ներկայացված միջնորդությունից, թե ոչ։ Չէ, չի վերապահում լիազորություն։ Ինչքանով, օրինակ, կարգապահական վարույթի շրջանակներում եւ մասնավորապես այս կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունի դատավորի կամ անձի այսպես ասած համբավը, հա, այսինքն դերականորեն է բնութագրվում, բացասական է բնութագրվում նախկինում որևէ խախտում թույլ տվել է կամ թույլ չի տվել, այս հանգամանքները ձեր կարծիքով միջնորդության քննարկման շրջանակներում կարևորվում են, թե ոչ։ Ամեն դեպքում բան հարցնանենք գործընկերը նշեց, որ հենց քննության սկզբից մեզ հարցրեցին կան այնպիսի հանգամանքներ, չէ, ձևակերպները ոնց լավ չեն հիշում, որոնք կարող են մեղմացնել, հա, ճիշտ է, Ինչպես նշվեց միջնորդության բովանդակային քննության մեկնարկից առաջ նախագահողի կողմից, ինչպես այս դեպքում, այնպես էլ միշտ նշվում է արդյոք կան այնպիսի հանգամանքներ, որ լիազոր մարմինը անհրաժեշտ է համարում խորհրդին տեղեկացնել, որոնք կարող են բացառել կամ մեղմացնել պատասխանատվությունը դատավորի ում պատասխանատվության ենթարկելու համար միջնորդություն ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ։ Ըստ էության կարող ենք ասել, որ այդպիսի հանգամանքներ ունենալու դեպքում լիազոր մարմինը կամ ցանկացած միջնորդող մարմին դատական օրենսգիրքով ունի պարտականություն դրա մասին անգամ տեղյակ պահելու։ Հետևաբար այո, ձեր հարցին նայելով պատասխանելով, եթե կան հանգամանքներ, այդ թվում նաև անձը բնութագրող հատկանիշներ, այդ թվում նաև հոգուտ դատավորի, դրանք գնահատվում են եւ դրանք համապատասխան փուլում պետք է նաև ներկայացվեն խորհրդին։ Ամփոփելով ես ճիշտ հասկացա, այո, հանգամանքները կարևոր են, եւ եթե ձեր պատասխանից ճիշտ հասկացա, ձեր այդպիսի հանգամանքներ հայտնի չեն, դրա համար խորհրդին այս ճակերտավոր ասած նախնական դատական նիստի շրջանակներում ձեր կողմից չեն ներկայացնում։ Ես հարցի պատասխանեցի ավելացնելու ոչ ճիշտ չեմ։ Շատ բարի։ Կարգապահական պատասխանատվություն ենթարկելու մասին նախկինում որևէ միջնորդություն ներկայացված չլինելը դատավորի վերաբերյալ ձեր կարծիքով հանդիսանում է ըստ էության դրականորեն բնութագրող հանգամանք անձին դատավորին դրում։ Արգելքով, ինչպես ասում են, դա լավ չի, դա նորմալ է։ Լավի վատի հարց չէ, դրականորեն բնութագրող է, թե բացասական բնութագրող է, չեմ կտասում օրենքից դուրս որևէ հատական։ Այսինքն այն, որ անձը պատշաճ, իրավապատակ վարքագիծ է դրսևորում, դա նորմալ եւ բնական երևույթ է։ Եվ ամեն դեպքում, որպես անձի դրական բնութագրող հատկանիշ, դա անհրաժեշտություն չկա նշելու։ Դատավորների կարգապահական պատասխանատվության դեպքում դատավորները ունեն հստակ պարտականություն առաջնորդվել սահմանադրությամբ օրենքներով։ Եվ այն, որ նա անում է դա այդպես, պահպանելով նաև վարքագծի կանոնները, դա նորմալ է եւ ամեն դեպքում, ամեն միջնորդության դեպքում, եթե նմանատիպ դեպքեր են հայտ գալիս, մենք անհրաժեշտություն չենք համարում, որպես անձին դրական բնութագրող հատկանիշ, դա ներառել։ Չէ, ճիշտ հասկացեք, իմ հարցումները ուղղված չեն նրան, որ դուք ինչ-որ բան պարտավոր եք ներառել, չեք ներառել, կամ ինչ-որ բան պարտավոր եք պարոն Աթաբեկյանի հարցին պատասխանել, չեք պատասխանել։ Խոսքը բացարձակ նրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ մենք ունենք միջնորդություն կարգապահական պատասխանատվություն ենթարկելու մասին, որի մասին պարոն Ադամոսը իրավացիորեն նշեց առնվազն ձևավորած պրակտիկայով եւ արկակարգավորումներով նախարարությունը լիազոր մարմինը չի օրինակ պատասխանատվության տեսակ միջնորդում կամ սահմանում, հա, բայց այդ հարցը նաեւ խորհրդի կողմից լուծման ենթակա հարց է։ Հիմա խորհրդի կողմից լուծման ենթակա հարց լինելով, երբ որ խորհուրդը պայմանական խորհրդակցական սենյակում արդեն այդ փուլում լինի եւ անդրադառնալու լինի, ասենք չգիտեմ, պայմանական ընդունելով, որ կարգապահական խախտում կա, եկեք որոշենք ինչ կարգապահական պատասխանատվության տեսակ ենք ընդունում։ X, Y, Z հանգամանքներ պետք է, չէ՞, հաշվի առնել, դրական եւ բացասական կողմից։ Հիմա իմ հարցերը այս կոնտեքստում առնվազն վերջին մի քանի հատ ու առաջիկա 1-2 հատ վերաբերվում են այս տրամաբանությանը, այլ ոչ նրան, որ դուք պարոն Զեյնալյան կամ դուք պարոն Դադուս որևէ բան ոչ պատշաճ եք արել կամ ոչ ամբողջ եք։ Հիմա այս
Ձեր կողմից նշվեց, որ ըստ դրական չի, նորմալ է, շատ վայր։ Բացասական բնութագրություն պարունակող Ներեք արձանագրի մանրամասն խոր, ասեցի դա լավ չի, դա նորմալ է։ Պետք բացասական բնութագրող որևէ տվյալ տեղեկություն դուք ունեք, ես չգիտեմ, արագն տրամաբանության մեջ շարքնեք, որ եթե ունենայիք պարոն Ատաբեկյանին կտեղեկացնեիք։ Տոր շարքերի խոր։ Չէ։ Լսեք, առարկի մասին խոսելուց ցանկացած առարկի, ցանկացած իրավախախտում։ Լինի դա հանցագործություն, զանցանք, կարգապահական խախտում, թե մեկ այլ խախտ։ Մենք խոսում ենք որոշակի առարկի վտանգավորության աստիճանի մասին։ Կհամաձայնվեք դրան, թե ոչ։ Շատ բան։ Բանջարոս, քանի դուք պատասխանեցիք մենք ձեզ հարցը։ Ձեր կարծիքով ժամանակի ընթացքում որևէ առարկի, որևէ իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանը նվազում է, թե ոչ։ Ձեր հարցը, եթե ճիշտ հասկացա, կապված է առարկի վաղեմության ժամկետի հետ, մենք այդ հարցին նախորդիստում քննարկվել ենք։ Չէ, վաղեմության ժամկետի հետ չի կապված։ Վաղեմության ժամկետի հետ կապված է, ես ոչ դարձնեիք, ասել ձեր կարծիքով օրինակ կա վաղեմության ժամկետ նախատեսված, թե չէ, հարցում է վտանգավորության աստիճանը փոփոխման ենթակա է, թե ինքը միշտ մնում է ստատիկ նույն աստիճանի վտանգավորության ցանկացած առարկ, անկախ նրանից կատարվել է օրինակ 20 տարի առաջ, 3 թե 3 տարի առաջ։ Վտանգավորության աստիճանը տվյալ առարկի կատարման պահին են գնահատում իմ կարծիքով։ Խոսքի ազատության մասին էլ դատավորի խոսքի ազատության իրավունքի մասին էլ խոսք գնաց, այլ դուք ասացիք, որ որոշակի սահմաններ կան, բնականաբար դա չենք վիճակում, բնականաբար այդ իրավունքը բացարձակ չէ, ենթակա է սահմանափակման, առավել էս դատավորի պարագայում, ուղղակի ինձ անձամբ հետաքրքիր է ձեր կողմից ձեր մեկնաբանում սահմանափակման չափորոշիչներ գոյություն ունեն, թե ոչ, եթե այո, ապա որոնք են։ Այդ չափորոշիչները վարքագծի դատավորի վարքագծի կանոններով սահմանված են դատական օրենսգրքի, դատական իշխանության չվարկաբեկելն է, դատական իշխանության անկախության առաջնորդության վերաբերյալ հանրության վստահություն նվազեցնող վարքագիծ չդրսևորելն է, դատական ակտերը հրապարականորեն կասկածի տակ չտնելն է, բացառությամբ եթե գիտական ազատության շրջանակում մասնագիտական գործունեություն իրականացնում, կամ դատավորի կամ դատարանի անկախություն առաջնորդությունը կասկածի տակ չդնելն է, այս վարքագծի կանոններն էլ բանգալորյան սկզբունքներից են վերցված եւ բանգալորյան սկզբունքներում դրանց մեկնաբանությունները ապրում են։ Շնորհակալություն։ Խոսեց նաև հանրային նրա մասին ոչ թե խոսեց, այլ ըստեյության վերագրվում է առնվազն մեկ հետո կարգապահական խախտման կատարում, որի արդյունքը հանդիսանում հանրային վստահության աստիճանի նվազեցում է ձեռագրման առումով ճիշտ եմ հիշում։ Պարոն Դարոց, հանրային վստահության աստիճանը չափելի է, չափվել է, երբևէ ըստ ձեզ Պերսունի վարույթով մասնավորապես որևէ տվյալ կա, որը որ թույլ է տալիս չափման, չափելի դաշտ վերաբերել այս տեղում։ Կարող է եւ չափելի լինի, եւ չափելի չլինի, հա, չափելի այնքանով, որ մենք ունենք հիմա ձերքստավ չկան, հա։ Անգլերեն այ Republic Institute-ի հայերեն հանրապետական ինստիտուտի հարցումներն են, որը բարբերաբար հրապարակվում է, դա կարելի է չափելի եւ հակառակ եւ ոչ չափելի դա մի քիչ ավելի ոնց ասեմ ընկալողական, հա, դաշտում են գնում, թե հանրությունը ոնց է նայում դատական իշխանության դատավորներին, օրինակացով գտնում են, որ իրենց որոշումները կայացնում են անկախ, թե ուղղված են անաչառ են, թե օբյեկտիվ են, թե ոչ, սա է հանրային վստահության աստիճանը։
Չէ, շատ բարի։ Ես եթե թույլ տվեք, տրամաբանությունը շարունակում եմ չչափելի իմաստով, հետո կվերադառնամ չափելի։ Հենց հետաքրքիր է տեսեք բանալուց։ Դուք մի իշխանություն եք ներկայացրել, ըստ էության վերագրել եք համապատասխան արարքի կատարում, որի ուղիղ հետևանք է հանդիսանում, այս իմ կողմից նշված է, այսինքն հանրային վստահության նվազեցումը։ Հիմա դուք ասում եք մի դեպքում չափելի է, մի դեպքում չափելի չի։ Կոնկրետ այս վարույթի շրջանակներում ենք խոսում ենք չափելի, թե չչափելի հանրային վստահության նվազեցման մասին։ Այս դեպքում բնականաբար մենք չենք կարող գնալ եւ չենք էլ կարող գնալ եւ հանրային հարցում անել հարցները օրինակ բան հարցումի կողմից հնչեցված միտքը որքանով է հասնում ձեր հանրային ընկալման ցուցիչի վրա, թե ոչ։ Մենք որպես օբյեկտիվ չէ, մենք հաշվի առնելով թե այդ խոսքը հանրության մեջ կամ օբյեկտիվ դիտորդի աչքերով ինչ ընկալում կարող է ունենալ, մենք եկել ենք այն եզրահանգման, որ դա նվազեցնում է հանրային վստահությունը, որովհետև խոսքը գնում է դատական իշխանության մարմնի, բարձրագույն դատական խորհրդի անկախության եւ դրա կողմից կայացվող որոշումների մասին, որը օբյեկտիվորեն, որը մեր հիմնավոր ընկալմամբ, օբյեկտիվ դիտորդի աչքով եւ հանրության աչքով կնվազեցներ դատական իշխանության հեղինակությունը, որը իրենց է վերաբերում։ Դե բան առաջինը կողքի հարցը երբ հեղինակազրկել միայն ժամանակ։ Դե այո, հեղինակազրկել ինչ ոչ, որովհետև եթե վստահության հարց է բարձրանում, եթե անկախության հարց է բարձրանում, անաչառության օբյեկտիվության, դրանք բոլորը դատական իշխանության այդ օրգանական տարրերն են, եթե դրանցից յուրաքանչյուրը բոլորը կասկածի տակ են դրվում կամ որևէ կերպ իրենց վերահսկում են, ապա բնականաբար դատական իշխանության որ տարը ասացիք վերջինը։ Հեղինակության վրա է ասում։ Ազդում և զրկում։ Դե կարող է զրկել։ Հիմա բաղձատս, շատ ձեր խոսքը ընդհանուր առմամբ ընկալելի է, այս հասկանում եմ ինչին ասում բայց շատ հետաքրքիր բառապատկություն օգտագործեցիք, նշեցիք մեր հիմնավոր ընկալմամբ։ Դատական պրակտիկայում հիմնավոր ընկալումը ենթադրում է որոշակի փաստական տվյալներ դատական վարույթի նյութերի մեջ։ Կա դատական վարույթի նյութերի մեջ որևէ տվյալ, որը կվկայի ոչ միայն պարոն Հարությունյանն, այլ ընդհանրապես նվազելու հանրային վստահության աստիճանի, նվազելու կամ բարձրանալու կամ նույնը մնալու վերաբերել։ Կամ հեղինակազրկելու մասով նույն հարցը ոչ միայն հանրային վստահության չափանիշ։ Դրանք բան հարցն են, դուք էլ նշեցիք, որ դրանք են ոչ չափելի կտորին են վերաբերում, որովհետև դրանք չես կարող թվերով չափել կոնկրետ հարցազրույցը դրա պահին կամ դրա հաջորդ օրը կամ մեկ ամիս հետո քանի տոկոսով կարող է ազդել հանրային իշխանության ընկալման կամ վստահության կամ հեղինակության վրա։ Այստեղ մեր հիմնավոր եզրահանգումը, որ ասացի, հիմնված է նրա վրա, որ դա տարբեր հրապարակային եւ հարցազրույցի ընթացքում, իսկ նման եղանակով այդ բովանդակության արտահայտումը մեր պատկերացմամբ անհնար է, որ չհանգեցնի այդ հետևանքների, որտեղ արվում է հանրային եղանակով եւ նաեւ շատ կարեւոր է հարցազրույցի կոնտեքստը, թե ինչ հարցեր տալուց հետո է նման ձևակերպումը։